Վերջին զանգ հեռուստասերիալում շատ հուզական պահին իրավիճակը նոր լարվածություն է ստանում։ Ավագն ու Վիկտորիան ներխուժում են Հենդոյի տուն, վրդովված և վստահ, որ Անգելինան այնտեղ է։ Նրանք բարձր ձայնով, գոռալով պահանջում են, որ իրենց դստերը դուրս բերեն, պնդելով, թե իրենց աղջիկը նրանց է պատկանում, ոչ թե շախունցներին։ Հենդոն և Միքոն փորձում են հանդարտեցնել իրավիճակը, բացատրելով, որ Անգելինան իրենց տանը չէ, բայց ամուսինները չեն հավատում։ Մինչև բոլորը հավաքվում են, այդ թվում նաև Աննան, Անետը, Ֆայնան և ասում, որ Անգելինան իրոք նրանց տանը չէ, ինչից հետո ավագն ու Վիկտորիան սկսում են կրկնակի անգամ անհանգստանալ Անգելինայի բացակայության համար, չհասկանալով, թե որտեղ կարող է նա լինել։ Իսկ Անգելինան Հենրիի կալանավորվելուց հետո ամբողջ օրը կանգնած է լինում ոստիկանության շենքի մոտ, սպասելով որևէ լավ լուրի։ Նա հուզված և ուժասպառ վիճակում ուշագնաց է լինում, երբ արդեն մութ է։ Երբ նրան ներս են տանում, ուշքի է գալիս և ասում, որ չի պատրաստվում հեռանալ, մինչև Հենրիին չտեսնի։ Ի վերջո նրանց հաջողվում է հանդիպել։ Սա կարճ, բայց շատ անկեղծ ու ջերմ պահ է երկու սիրահար սրտերի համար, որոնք իրենց կամքից անկախ բաժանվել են միմյանցից։ Իսկ հաջորդ առավոտյան քննիչը գնում է Մերիի մոտ հիվանդանոց։ Մերին էլ ցուցմունք է տալիս Հենրիի դեմ։ Չնայած նրան, որ վիրավորվել էր եղբոր ձեռքով, Մերին ոստիկանությանը հայտնում է, թե իբր Հենրին է կրակել։ Սեմի ճնշման տակ ու եղբոր հանդեպ ունեցած սրտացավությամբ Մերին նախընտրում է լռել իրականության մասին։ Դժվար որոշում, որը Հենրիի ճակատագրի վրա կարող է լուրջ հետևանք թողնել։ Հենդոն ու Միքոն վստահ էին, որ Հենրիին հաջորդ օրը կկարողանան ազատել գրավի դիմաց, սակայն այս զարգացումից հետո դա դառնում է անհնար։ Անգելինան կոտրված է, չի կարողանում համակերպվել իր սիրելիի ձերբակալության հետ։ Նրա համար սա ոչ միայն անարդարություն է, այլ նաև նոր հարված իր սիրո դեմ։ Այս ընթացքում Վիկտորիան ու ավագը, իմանալով, որ Հենրին ձերբակալված է ու երկար ժամանակով, մտածում են, թե գուցե հիմա ամեն ինչ ավարտվի և Հենրին ու Անգելինան կկտրվեն միմյանցից։ Բայց արդյոք սա է ճիշտ ճանապարհը։ Արդյոք ծնողները պետք է գոհ լինեն, որ իրենց դստեր երջանկության գինը նման կորուստ է։ Միթե ճիշտ է ուրախանալ միայն նրա համար, որ երիտասարդները բաժանված են, թեկուզ այս ձևով։ Իսկ Բագրատը, հասկանալով, որ Սեմը կարող է բացահայտել անցյալի իրականությունը, լրջորեն անհանգստանում է։ Հենդոն նրան հիշեցնում է, որ Սեմի հոր սպանության հետ ոչ թե ինքը Հենդոն է կապված, այլ հենց Բագրատն է սպանել Սեմի ու Մերիի հորը։ Եթե այս տեղեկությունը դուրս գա այս նեղ շրջանակից, Բագրատը հնարավոր է հայտնվի ճաղերի հետևում։ Հարգելի հետևորդներ, ինչպես կվարվի Հենդոն, երբ հայտնվի փակուղում։ Արդյոք նա կտա Բագրատի անունը։ Ձեր կարծիքը գրեք այս տեսանյութի ներքևում։ Ժողովուրդ ջան, ես գիտեմ ով է սոսը։ Քանի նվերը չեն տվի, անունը չեմ ասելու։ Այդան և Ռոզան եկել են աշխատանքի նույն մազերով։ Ճիշտ է։ Նույն մազերով։ Իրականում ոտս չենք։ Սիրում ենք իրար, այո, մենք սիրում ենք իրար ու ծիծաղում ենք։ Սուգաշ թորիների 10%։ Սա գնացի։ Մենք ճամպրուկներով գնում ենք։ Իսկ ուր Դեպի պայծառ։ կիմանաք ու որտեղ այդուլ։ Ջան, որտեղ կիմանան։ Ռեկլամ ենք։ Իմ ստուդիայում։ Կարոպետյան մեդի։ Էջը թողնում եմ ներքևում։ Չգիտեմ, ես ինչ պայմաններում եմ ես աշխատում։ Կիմանաք շուտ է, սպասեք դեմ ճամպրուկները կտենակ ցույց տա։ Դրանով գնալենք մեր ստուդիա։ Ուրա։ Դու նկարում իրոք։ Շուտով տեսնելու եք Ռոզան ինձ։ Այո, այդուլը ինձ պար է սովորացնելու։ Բայց ինչ պար չենք ասել։ Այո։ Ժողովուրդ ջան, բարի երեկո բոլորիդ։ Ուրեմն հետևորդներիցս մեկը մի հարց է գրել, թե արդյոք ես ու իմ վերջի զանգ հեռուստասերիալի Սեմ կերպարը իրար նման ենք, թե չէ։ Ասեմ ձեզ, չէ, հետ չէ, նման չենք իրար։
Համ լավ, ինչ որ առումներով նման ենք, ինչ որ առումներով ոչ, ուրեմն ինչով նման չենք իրար։ Օրինակ ես իմ տեսակով շատ տաքարի ունեմ, բռնկվող եմ, կարամ միանգամից հունից դուրս գամ, տենց քրեմների մեջ ընկնեմ, մի խոսքով հասկացաք։ Իսկ Սեմը չէ, ինքը ավելի հանգիստ, ավելի զուսպ տեսակ է, ավելի կշռադատված է հարցերին նայում։ Այդ առումով նույնիսկ Սեմին նախանձում եմ, որովհետև իսկ ինչով որ նման օրինակ կազմակերպության դարով միամտության դարականությամբ Սեմին բայց ընդհանուր Սեմի կերպարը շատ եմ սիրում, անկեղծ շատ կերպարը, շատ տաղամարդու կերպարը, Ես ստեղ ինչ անգելին եմ։ Ես Անգելինաս եւ Հենրին նկարում ենք Թրեն ես գոնե։ Ես գոնե պատվոտ կատարած չեմ ծիծաղացնում։ Ես գոնե շատ բարձր տրամադրությամբ ու բարձր ծիծաղությամբ չեմ գալի բլա շատ կա։ Չեմ գալիս հինգ անգամ տրամադրությամբ։ Ես գոնե միշտ կապ չունեմ ռեքի, հեռախոսով չեմ խոսում։ Տարբեր գործնական հարցերով։ Հոգնում եմ։ Ես գոնե տեքստ անցնելուց վարշակում չեմ գալի ասում 5 անգամ արի տեքստ անցնեմ, որ տեքստը մեկ ասում գիտեք, այնի 10 անգամ անցնում եք։ Ինչ պետք է ես ասեմ, ու ինքն էլից հակառակն եմ կարծում։ Սարան եմ կաչա, որ ձեռքից ստանում եմ։ Ես գոնե ինչքան ուժ ունեմ այդ տեսաններում չեմ սովորաբար իմիտացիան անում, թե լյովս այս պինք բրնոց։ Վերջ։ Թե չէ, թե ունես որ։ Սակասայի քրոջ ջան, մաքսված է այդքայք, ինչի ես նորից առանց մի անգամ։ Գիտեք հեշտ է, քնելու տեսարանն ենք նկարում, և այդ պատճառով ես հիմա ոչ մի կետը մաքրեցի, չհաշված նրան, որ հետո հաջորդելու է տեսարան, որտեղ ես ֆուլ նկարում։ Նենց որ не надо так критиковать, вы знаете? Բարի երեկո, չէ, չեք սխալվել, Աշոտն է, ասում եմ Աշոտն է, Սեմն է, Աշոտը վերջապես որոշեց 7 տարի անց սափրվել ու դառնալ Սեմը, հա իդեպ